Ապրիլի 24-ը հայ ժողովրդի պատմության ամենացավոտ ու ողբերգական օրերից մեկն է։ Այդ օրը մենք ոչ միայն հարգանքի տուրք ենք մատուցում հայոց ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին, այլև վերահաստատում ենք մեր նվիրումը պահպանելու պատմական ճշմարտությունը, պայքարելու ժխտման դեմ եւ ձգտելու արդարության։ Այսօրվա խորհուրդն է կրկին հիշեցնել աշխարհին, որ ցեղասպանության դեմ պայքարը ժամանակի հարց չէ, այն մարդկային արժանապատվության եւ համաշխարհային խղճի պայքար է։ Այս համատեքստում միջազգային արձագանքն ու համերաշխության ուղերձները կշիռ ու հույս են հաղորդում հայ ժողովրդին։ Շարունակենք գործել հանուն ճշմարտության եւ արդարության։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հստակ ուղերձն է հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ։ Նա X-ի միկրոբլոգում հայերեն գրառում է արել, որում նշվում է. 110 տարի առաջ սկսվեց հայոց ցեղասպանությունը։ Այսօր, ապրիլի 24-ին, ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին եւ կենթանի պահենք նրանց հիշատակը։ Ֆրանսիան եղել է եւ մնում է ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման առաջամարտիկներից։ Նախագահից բացի ուղերձ է հղել նաեւ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե դը Կորտինին, կրկին ոգեշնչելով հայոց ցեղասպանությունն ու անմեղ զոհերի հիշատակը։ Բացի հայոց ցեղասպանության հիշատակին ուղղված կոչերից, նաեւ Փարիզի 15-րդ շրջանում անցկացվել է Եղեռնի 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողություն, որի ընթացքում մասնակիցները ծաղկեպսակներ են դրել ի հիշատակ հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։ Արարողության ավարտին հնչել են Հայաստանի եւ Ֆրանսիայի պետական օրհներգերը, որպես երկու ժողովուրդների համերաշխության եւ պատմական հիշողության պահպանումի խորհրդանիշ։ Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկն էլ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հարգանքի տուրք մատուցելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նա նաեւ գրառում է կատարել Facebook-ում. Այսօր ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ 8 տարի առաջ 2017 թվականի ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանը ճանաչեց հայոց ցեղասպանությունը։ Ռուսաստանը եւս միացել է հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը։ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ հայոց ցեղասպանությունը Ռուսաստանում միշտ ընկալվել է որպես սեփական ցավ եւ դժբախտություն։ Պատմական վկայությունների համաձայն 1915 թվականի ռուսական կայսերական բանակի Կովկասյան բանակը Նիկոլայ II-ի հրամանով բացելով ռուս-թուրքական սահմանը փրկել է ոչ պակաս, քան 350,000 հայի։ Ռուսաստանը եղել է առաջին պետություններից մեկը, որը պաշտոնապես ճանաչել է հայոց ցեղասպանությունը։ Իսկ ապրիլի 24-ին ռուսական շատ քաղաքներում տեղի են ունենում հիշատակի միջոցառումներ։ Չնայած միջազգային հանրության արձագանքներին եւ կոչերին, ցեղասպան պետության ղեկավարությունը շարունակում է հերքել եւ խղաթյուրել պատմական փաստերը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը կրկին Պորսո հայոց պատրիարքին եւ տեղի հայ համայնքին հղած ուղերձում չի կիրառել հայոց ցեղասպանություն եզրույթը։ Թուրքիայում զգում են Օսմանյան կայսրության վերջին շրջանում տեղի ունեցած պատերազմի տարիներին զինված խմբավորումների կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների, համաճարակային հիվանդությունների պատճառով կորսված կյանքերի ցավը։ Անցյալի տխուր հիշողությունները չպետք է պատանդ պահեն ներկան եւ ապագան, հայտարարել է Էրդողանը պնդելով. նրանք, ովքեր փորձեցին խարխլել երկու պետությունների միջև խոր արմատներ ունեցող ամուր կապերը, պատմությունից թշնամանք ստեղծելով, մինչև օրս չեն հասել իրենց նպատակին։ Առանց փակագծեր բացելու հայտարարել է հայոց ցեղասպանության փաստը շղթող Թուրքիայի առաջնորդը։ Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսն էլ կոչ է արել հիշել եւ դիմակայել պատմության աղավաղմանը։ Այդ օրը Օսմանյան Կոստանդնուպոլսում ձերբակալվեց, կտանքների ենթարկվեց եւ սպանվեց հայ մտավորականների եւ համայնքային առաջնորդների մեծ մասը։ Նրանց հետ միասին կախաղան բարձրացվեցին հարյուրավոր պոլսահայեր։ Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասև էջերից մեկն է, որը խլեց 1.5 միլիոն հայերի կյանք եւ դարձավ միլիոնավորների տարագրության ու տառապանքի սկիզբ։ Եվ այնուամենայնիվ 110 տարի անց այս սարսափելի պատմական դեպքերից հետո Թուրքիան պաշտոնապես շարունակում է համառորեն մերժել պատմական ճշմարտությունը։ Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրները վստահ է, հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված հիշատակի արարողությունը հզոր ազդեցություն ունի։ Նա նշել է, որ այս միջոցառումը ոչ միայն խոր հարգանքի արարողություն է զոհերի հիշատակի հանդեպ, այլև հիշեցում պատմության դասերը երբեք չմոռանալու անհրաժեշտության մասին։ Ավստրալիայի Վիկտորիայի նահանգի օրենսդիր ժողովի պատգամավորներն էլ հանդես են եկել հայտարարություններով, ընդգծելով պատմական արարողության եւ համայնքային հիշողության պահպանման կարեւորությունը։ Պատգամավոր Քիմ Վիլսը իր ելույթում առանձնահատուկ ընդգծել է Վիկտորիայի հայկական համայնքի ներդրումը տարածաշրջանի բազմազան մշակութային կյանքում, շեշտելով.
Նրանց մշակույթը շարունակում է ոգեշնչել ինձ, նրանց ավանդույթները, միասնության ուժեղ զգացումը եւ անցյալը հիշելու անմնացորդ նվիրումը արտացոլում են հայ ժողովրդին բնորոշ տոկունության ոգին։ Պատգամավոր Քրիս Ռաթն էլ իր հերթին կոչի արել պաշտոնապես ճանաչել հայոց ցեղասպանության հիշատակի օրը որպես մարդու դեմ իրականացված սարսափելի ոճրագործության ճանաչման խորհրդանիշ։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պետք է վերածվի գործնական քայլերի, ուղղված կանխարգելմանն ու արդարության վերականգնմանը։ Այս համոզմանն է Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն, որը հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի արդիվ հարցազրույց է տվել Armenpress-ին։ Ըստ նրա ճանաչումը թեև կարևոր է, սակայն ինքնին չի բավարարում այն նպատակին, որի համար պայքարում է մարդկության պատմական հիշողությունը։ Այն պետք է ուղեկցվի կանխարգելման, հաշվետվողականության եւ վերականգնողական արդարադատության արդյունավետ մեխանիզմներով, եթե ցանկանում ենք իրական իմաստ տալ, այլևս երբեք բառերին։ Պատգամավորը դրական է գնահատել վերջին տասնամյակներին ընթացող գործընթացը մի շարք պետությունների եւ միջազգային կառույցների կողմից հայոց ցեղասպանության ճանաչման առումով։ Նա հիշեցրել է, որ հենց այդ վայրագության արձագանքն էր, որ դրդեց Ռաֆայել Լեմկինին ստեղծել ցեղասպանություն տերմինը, որպես իրավական գործիք հետագա նման ոճրագործությունները կանխելու համար։ Միաժամանակ Ինյարիտուն մտահոգություն է հայտնել նշելով, որ նույնիսկ մեկ դար անց մարդկության դեմ հանցագործությունները, բռնի տեղահանումները եւ էթնիկ զտումները շարունակվում են հաճախ միջազգային հանրության անգործության պայմաններում։ Նա անդրադարձել է նաեւ Արցախի վերջին իրադարձություններին, նշելով, որ Ադրբեջանի գործողությունների հետևանքով տեղի ունեցավ հայ բնակչության էթնիկ զտում, ինչը եւս մեկ անգամ ընդգծում է ճանաչելուց անդին անհրաժեշտ քայլերի կարեւորությունը։ Հայոց ցեղասպանությունը բացել է անցած դարի ամենամութ էջերից մեկը եւ շարունակում է հնչեցնել նախազգուշացման ուժեղ ուղերձ ծայրահեղականության եւ ժխտողականության դեմ։ Այս մասին ասել է Բրյուսել քաղաքի սոցիալական ապահովության կենտրոնի նախագահ Դավիթ Վեցմանը։ Նրա խոսքով Բրյուսելը որպես բազմամշակութային խաչմերուկ պարտավոր է կրել եւ փոխանցել պատմության հիշողությունը։ Բրյուսելը չի կարող մոռանալ կամ լռել 20-րդ դարի ողբերգությունների մասին։ Վեցմանը շեշտել է, որ Բրյուսելը պետք է շարունակի կանգնել պատմական ճշմարտության կողքին եւ պայքարել ժխտողականության ցանկացած դրսեւորման դեմ։ Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբոնը հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ տեսաուղերձ է եղել հայ ժողովրդին։ Պատգամավորը նշել է, որ Շվեդիայի խորհրդարանը հայոց ցեղասպանությունը ճանաչել է դեռ 2010 թվականին եւ այժմ ամեն տարի անցկացնում են հիշատակի արարողություն Ստոկհոլմում Հայաստանի դեսպանատան հետ գործակցությամբ։ Իմ հայ բարեկամներ, քրիստոնյա եղբայրներ եւ քույրեր, մաղթում եմ բոլորիդ արժանապատիվ հիշատակի օր ձեր ընտանիքների եւ սիրելիների հետ միասին։ Հիշեք անցյալը եւ նայեք դեպի պայծառ ապագա։ Հայոց ցեղասպանության մասին խոսել է նաև Բելգիայի ներկայացուցչական պալատի падգամավոր Միշել դե Մաեգդը։ Նա շեշտում է, որ մարդկությունը պետք է հիշի, որ ցեղասպանությունն ավելի քան ողբերգություն է, որ շարունակում է դարերից դար եւ չի կարելի լռել։ 110 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից կոտորածի ենթարկվեց հայ ժողովուրդը, որը հազարամյակներ շարունակ արմատավորված էր Կովկասում, եզակի մշակույթ, հավատ եւ ժառանգություն էր կրում։ Այդ կոտորածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որը երկար տարիներ մատնվել է լռության։ Ցեղասպանության ժխտումն ու մոռացությունը վտանգավոր են, քանի որ մարդկության եւ ազգերի դեմ ատելությունը կարող է դառնալ նորմ, իսկ բռնությունը ընդունելի։ Պատգամավորը նաև նշել է, որ ներկայում Հայաստանը շարունակում է լինել սպառնալիքի տակ Ադրբեջանից, որը հրաժարվում է խաղաղությունից եւ շարունակում է վախեցնել ու ճնշել։ Լեռնային Ղարաբաղը հայաթափվել է, հազարավոր տեղահանվածներ են թողել իրենց տները, նշել է Միշելը, հավելելով, որ այսօր էլ Բաքվում պահվում են քաղաքական բանտարկյալներ, իսկ Ադրբեջանի դիվանագիտությունը շանտաժի ու ճնշման գործիք է դարձել։ Ողբերգություն, որն արժանացել է 1,5 միլիոն կյանք։ Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին հայոց ցեղասպանությունն անվանել է մարդկային պատմության մեջ չմոռացվող վերք։ 110 տարի առաջ հայոց ցեղասպանություն, վերք պատմության մեջ, ողբերգություն, որն արժանացել է 1,5 միլիոն կանանց ու տղամարդկանց կյանքեր։ Զոհեր, որոնք պահանջում էին արդարություն եւ ճշմարտություն։ Հիշողություն, որը չի կարող եւ չպետք է մոռացվի կամ անտեսվի, այլ հիշվի ու փոխանցվի հաջորդ սերունդներին։ Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերն էլ գրառում է կատարել X-ի միկրոբլոգում, ընդգծելով անմեղ մարդկանց տառապանքների անհիմն բնույթը։ Այսօր 110-րդ տարելիցին մենք հարգում ենք 1915-ից 1923 թվականների հայ զոհերի հիշատակը։ Այս ողբերգությունը հիշեցնում է բոլորին անմեղ մարդկանց նման տառապանքներ պատճառելու, չարդարացված լինելու մասին։ Մենք այն երբեք չպետք է մոռանանք։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ աշխարհի տարբեր ծայրերից շարունակվում են ուղերձներ հղվել։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։